Ողջույն, եթերում անկախության սերունդ երիտասարդական հաղորդաշարն է։ Այսօրվա մեր տոնական հաղորդումը նվիրում ենք Շուշիի ազատագրման 15-ամյակին, բայց մինչ մեր հիմնական թեմաներին անցնելը, տեսնենք թե ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել երիտասարդական դաշտում նախորդ երկու շաբաթների ընթացքում։ Օրերս հայ երակ երիտասարդական կազմակերպությունում ապագա իրավաբաններն ու պատմաբանները քննարկում էին ցեղասպանության միջազգային ճանաչմանը վերաբերող իրավական հիմքերը։ Բանախոսը ներկայացրեց անցած 90 տարիներին հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքները, ցեղասպանություն երևույթի միջազգային որակումները։ Շուրջ 3000 երիտասարդ օրերս իր ապագա գործատուին էր փնտրում։ Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիայի կազմակերպած կարիերայի օրվան մասնակցում էին հայաստանյան 45 ընկերություններ, ովքեր աշխատանք փնտրողներին իրենց հիմնարկների թափուր աշխատատեղերն էին ներկայացնում։ Հանրապետության մի քանի կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների երիտասարդ ներկայացուցիչներ օրերս քաղաքական երկխոսության վերաբերյալ հարցեր էին քննարկում Աղվերանում կազմակերպված դասընթացին։ Երիտասարդ մասնակիցները ծանոթացան պետություն, կուսակցություն, հասարակություն, փոխգործակցության մեխանիզմներին, դրանց համագործակցության արդյունավետ ձևերին։ Նախորդ շաբաթ Վայոց ձորի երիտասարդական կենտրոն այցելեց մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը։ Երիտասարդները իրենց հուզող խնդիրները ներկայացրեցին փոխնախարարին և Վայոց ձորի մարզպետին։ Երբեք հաղթանակները հենց այնպես կուտեղի վրա մեզ չեն մատուցվել։ Միշտ էլ դրանք ձեռք ենք բերել կորուստների գնով, բայց որքանով են գնահատում այդ հաղթանակը տարիներ հետո, և ինչ գիտի այսօրվա դպրոցականը Շուշիի մասին։ Պատահականություն է, թե զուգատիպություն։ Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է դարձել, որը սկսվել է Ավարայրում, շարունակվել Սարդարապատում, իր տրամաբանական ավարտին հասել Շուշիում։ Չնայած այս նշանավոր ճակատամարտերը տեղի են ունեցել տարբեր դարերում ու վայրերում, բայց իրար նմանվել, իրար կրկնել են հենց թեկուզ նրանով, որ երեք դեպքում էլ համազգային պատերազմ է մղվել ու ըստ էության հաղթել է ժողովրդի միասնականությունն ու կռվելու կորովը, կամքը։ Նախ առաջինը պետք է ուժեղ բանակ ունենալ, որ դիմագրավել թշնամու հարձակումներին և ներքին դավաճաններից զերծ մնալ։ Ամեն մարդ պետք է ինքն իրեն հաղթի, որպեսզի կարողանա հաղթել թշնամիներին, եւ ազգի հաղթանակը կախված է մարդու հաղթանակից։ Պատերազմը հաղթել ենք մենք ոչ թե թվով, ոչ թե ավելի լավ ապահովված լինելով, այլ մենք հաղթել ենք այն հաղթական գաղափարով, որ իրապես քո երկիրը, քո տունը, քո օջախը պետք է պաշտպանես, պետք է հաղթես։ Նրանք կռվում էին, մերթ ընդ մերթ ետ նայում, իսկ հայացքներն ասես աղոթք լինեին, քարացած աղոթք ուղված երկնքին։ Ամենակարող Աստված, միթե սա է վերջը։ Եվ այդ պահին տեղի ունեցավ հրաշք։ Պարզ ու անամպ երկնքից սպիտակ ամպի մի քոլա եկավ ու պատեց Շուշիի բարձունքը, կուրացնելով թուրք թշնամուն։ Շուշին մի քաղաք է, որը գտնվում է այնպիսի մի դիրքում, որը երբևէ չի գրավվել։ Այսինքն պատմությունը չունի այդպիսի պատմական որևէ պահ չկա, որ Շուշին կարողանային գրավեին, Շուշին միայն կարող էին գային հյուրի կարգավիճակում։ Կատարված հրաշքից համրացել, հուսալքվել էր թշնամին, իսկ հայ մարտիկներն ասես գերբնական ուժ ու ոգևորություն էին ստացել։ Ահա 92 թվականի մայիսին մենք արդեն հասկացել ենք, որ այն բոլոր մինչ այդ տարած հաղթանակները ոչ թե պատահական կամ բախտի բերումով, այլ սա մի պատմական փուլ է, որի մեջ մենք մտել ենք եւ պետք է ավարտենք եւս հաղթական։ Ահա սա շատ կարեւոր է, դա ոչ միայն սկիզբ է ինչ որ բանի, բայց եւ ավարտ է նախնական այդ փուլի։
Զոհվեցին քաջարի հայորդիները, զոհվեցին։ Սակայն նրանք այն երջանիկ նահատակներից էին, ովքեր հենց այդ օրը տեսան Շուշին, Մարտակերտը, Լաչինը ազատագրված։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման գործընթացում Շուշիի ազատագրումը ունի անգնահատելի դեր եւ Արցախում դա ընկալվում է առաջի օրվանից մինչ այսօր եւ դա իդեպ ընկալվում է բոլոր սերունդների կողմից եւ երիտասարդների կողմից։ Հրաշքի էր նման այդ հաղթանակը, բայց հրաշք չկար։ Կար ժողովրդական ոգու մի հրաշալի աննախադեպ բռնկում։ Կար այն վսեմ ճշմարտությունը, որ երբ ժողովրդի ոգին զարթնում, բռնկվում ու շիկացած է հասնում, դառնում է անպարտելի։ Որպես Դուշման Վարդանի մայր, այսօր ուզում եմ ողջունել մեր որդիների ստեղծած, մեր հաղթանակներով սնված ու ծնված, այսօր հայոց հզոր բանակին իր հրամանատարական կազմով, ուզում եմ շնորհավորել այն մայրերին, որոնք որդիներ կորցրեցին, իրենց իսկ սեփական հողում, որը այսօր հզորացնում է ողջ հայությանը, ուզում եմ շնորհավորել այսօր մեր սահմաններում դիրքերը պաշտպանող զինվորներին, ողջ Ղարաբաղի ժողովրդին, Շուշիի բնակիչների հետ միասին, որոնք ծվարած պաշտպանում են եւ աճեցնում, բարգավաճում մեր հողը եւ փառք ու պատիվ մեր հզոր զորամաս, մեր հոգով ուժեղ եռաբլուրներին։ Այս ամենը ձեռք բերվեց բավականին բարձր գնի արդյունքում, զոհվեցին բազմաթիվ հայորդիներ, որոնք առաջնորդվում էին այդ գաղափարախոսությամբ, հայրենասիրությամբ եւ շատ կուզենայի, որ այժմ երիտասարդությունը գնահատեր դա, գիտակցեր եւ գնահատեր եւ իր քայլերը կատարեր եւ կարողանար իր գործունեությամբ ապահովել մեր հայրենիքի անվտանգությունը։ Символ, то, что 9 мая был разбит фашистский. Խորհրդանշական է, որ մայիսի 9-ին մեր հայրերը եւ պապերը ջախջախեցին ֆաշիզմը։ Իսկ մենք թույլ տվեցինք, որ մեր հողում աճի այդ վարակը։ Մենք նույնպես կրկնեցինք մեր հայրերի հերոսությունը։ Այստեղ մեծ է հայ ժողովրդի ներդրումը։ Դա միայն իմ մարտական ընկերների ներդրումը չէ, որոնց ես գրկում, համբուրում եւ շնորհավորում եմ այսպիսի մեծ տոնի կապակցությամբ։ Այն նաեւ ամբողջ ժողովրդի ու սփյուռքի հաղթանակն է։ Միացում քաղցր բառը մեզ ուժ տվեց, որ կարողանանք մայիսի 9-ին կրկնել մեր պապերի հերոսությունը։ Այդ հերոսությունը մեր ժողովրդին ցույց տվեց, որ անպարտելի ենք։ Շուշիի հաղթանակը ցույց տվեց, որ մենք չնայած փոքրականակ ենք, կարող ենք կռվել թշնամու մեծ բանակի դեմ, պաշտպանել մեր հողը, որովհետև ուժեղ ոգի ունենք։ Այժմ մեր խնդիրն ազատագրածը պահպանելն է։ 9 մայը Մարդիկ, ովքեր Արցախը միայն հեռուստատեսությամբ են տեսել եւ ճանաչում, հաճախ չեն էլ կարող գնահատել դրա իրական արժեքը։ Հետաքրքիր է, ինչ է պատերազմը եւ խաղաղությունը մեր հասակակից մի աղջկա համար, որը կռվում հայր է կորցրել, սակայն հայրենիք ստացել։ Բայայը պահպանյա սուրբ и պատվական խաչի վտքոյի խաղաղության, սարամանատարությունս ազգիս բանակահայոց, սպայական կազմս, ենթասպայական կազմս, զինվորս մարդիկս տարիներս պատականավորս, մի պահ հարց էր ծագում, արդյոք այս ամենի համար էին մարդիկ զոհվում։ Իհարկե երևի ժամանակի ընթացքում այդ ամենը կշտկվի, բայց կոնկրետ ինձ համար, ով որ հայր է կորցրել, այդ մարդու ներկայությունը արդեն, որ այնտեղ չկա, ամեն ինչ փոխում է, եւ այդ տունը, այդ հողերը այն հրապուրանքը չունեն, այն հրապուրիչ չեն այդքան, ինչքան որ կար իմ հայրը։
հայրս ասում էր մենք չենք լինի, բայց մեր սերունդը, մեր զավակները կապրեն ազատագրված հողում, հայկական հողում եւ կարծում եմ ամենակարևոր ձեռբերումը հենց դա է, որ կախվածություն չկա այլևս Բաքվից, Ադրբեջանցուց կամ մեկ այլ ուրիշից։ Դա է ամենակարևորը եւ մարդիկ հենց դրա համար էին կյանքները զոհում, հենց դրա համար էին պայքարում։ Պետք է ինքդ քո վրա, քո գործերի վրա կենտրոնանաս եւ անես ինչ որ մի բան քո տեղում, քո պաշտոնում, քո մասնագիտության մեջ, որ Հայաստանը բարգավաճի եւ որ այն մարդիկ, ովքեր որ զոհվել են, հաստատ մի տեղից մեզ տեսնում են, երկնքից տեսնում են, որ գոնե մտածեն, որ ինչ լավ է, որ մենք արեցինք դա, մենք արժանի զավակներ լինենք մեր զոհված հայրերի համար։ Ես հիշում եմ, որ երբ որ հայրիկը գնում էր ինչ-որ մի կարևոր մարտի գործողության, աղոթում ես, որ Տեր Աստված թող ամեն ինչ լավ լինի, թող հաղթանակով դուրս գան։ Դա իսկապես կարծում եմ, որ չգիտեմ, մի ուրիշ զգացողություն է։ Իհարկե փոխվեց, մենք մեծացանք, ավելի հասուն դարձանք այդ ամեն ինչի ներքո։ Կորուստը շատ մեծ է եւ եթե նժարների վրա դնենք, երևի այդ կորուստը ավելի ծանր է կշռում, սակայն երբ որ խոսվում է այդ ազատագրական պայքարի մասին, երբ որ գալիս է այս Շուշիի ազատագրման օրերը, երբ նայում ես, ասենք, ինչ որ հաղորդում, դու զգում ես, որ դու մասնակից ես եղել այդ ամեն ինչի, որ քո հայրը այդ անկախության հիմնաքարերից մեկը հենց քո հայրն է դրել եւ իհարկե հպարտության զգացումը շատ մեծ է։ Դու զգում ես, որ դու կարող ես հպարտությամբ ասել, որ իմ հայրը այդ պայքարի առաջնորդներից մեկն է։ Ամենամեծ ձեռքբերումը կլինի այն, որ խաղաղություն լինի այսուհետ եւ մարդիկ կարողանան արարել, կարողանան ապրել եւ թող այս ամենը միայն պատմության էջերում մնա։ Կարծում եմ ամենակարևորը դա է։ Երկս կիսեմ քեզ հետ, վեր կաց եղբայրին։ Ցավը կիսենք մեկտեղ, սառած մարմնիդ ես հուր կդամ։ Իսկ երկերին թևեր կդամ ու քեզ տանեմ մեր սարերով ու քեզ տանեմ մեր լեռներով ցույց տամ երկինքը մեր Մասիսալեր ու տունը հայրենի մեր տունը վեր կաց եղբայրիմ նոր օրն է արթնացել վեր կաց եղբայրիմ նոր կյանքն է շունչ առել կապույտ երկնի անմար արքան անդարների կանաչս կան իսկ ես տանեմ քեզ սարերով իսկ ես
Տանեմ քեզ լեռներով ցույց տամ երկինքը մեր Մասիսը ալերու տունը Հայրենի մեր տունը Բարձրացրու գլուխդ, զինվոր, բաց արա հոգնած կոպերը Քո սխրանքն անմահ է, քո անունը մեր սրտերում Վերգած եղբայրիմ Զանգերը չեն լրել Վերգած եղբայրիմ Մեր երկը չենք գրել Կիսատ երկիդ նոր տողթել եմ Կիսատ զարգիդ նոր զարգ ձուլեմ Ու կեզ Դան է մեր սարերով Ու կեզ Դան է մեր լերներով Ցույց տամ երկինքը մեր Մասիս ալերու տունը Հայրենի մեր տունը Ու կեզ Դան է մեր սարերով Ու կեզ Դան է մեր լերներով Ցույց տամ երկինքը մեր Մասիս ալերու տունը Հայրենի մեր տունը Դինացի աղբերս, մի քիչ էլ դինացի, դու պիտի ապրես Գործի բնույթը կապ չունի, կարևոր որ անկեղծ է եղել Եվ այդ անկեղծությունը ուզում են փոխանցվի այն մարդկանց, ովքեր այսօր այդ գործը շարունակում են Եվ բանակում ծառայողների և ուղղակի խաղաղ կյանքով ապրողների Ուղղակի այդ խաղաղության մեջ միշտ բոլորս հիշենք, որ պատերազմը ավելի արդար է, որտեղ տանում է դեպի խաղաղություն, իսկ խաղաղությունը Աստված գիտի ուր է տանում Միշտ զգոն ենք, պիտի լինենք, զգոն լինենք Ընդհանրապես անկեղծ ենք Պետք է հասկանանք, թե ինչ է արել այդ քաջ զինվորը Այդ քաջ զինվորը, որը պետք է մեզ համար, բոլորիս համար դառնա չափանիշ Իսկ ինչ է արել, արել է մի բան, որ մի ամբողջ ազգի համար Շուշին դարձավ ինչ խորհրդանիշ, հա Եվ այսօր պետք է որ Շուշիի գոյությունը աշխարհին ասի մի բան Անպարտ է մեր ազգի ոգին, ինչպես եւ անպարտ է ինքը հենց Շուշին, չէ՞։ Եվ այսօրվա տոնը ինձ համար շատ կարևոր է։ Պետք է շնորհավորեմ բոլորին, քանի որ շատ լուսավոր տոն է։ Վերջ, ավարտվեց անկախության սերունդ հաղորդաշարի եւս մեկ թողարկում։ Գրեք մեզ անկախության սերունդ @yahoo.com կամ անկախության սերունդ @armycenter.am հասցեներով։ Ձեզ հետ է Շուշան Հովանեսյանը, կհանդիպենք երկու շաբաթից։